Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Այսօր մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում Շամշյանքոմի փոխանցմամբ ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել եւ կամ վիրավորներ։ Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի փաստով քննչական բաժնում մի խումբ անձանց նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով եւ ապօրինի զենք զինամթերք պահելու, կրելու, օգտագործելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից եւ ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, առնանման հետքեր, դանակ, Lexus մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։ Այս պահին քրեական եւ համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների Lexus-ի սեփականատիրոջ ինքնությունը, մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից հազանգ է ստացվում ոստիկանության մաշտոցի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Ավելի ուշ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի։ Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ինը ծանր, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Գերատեսչությունից հաստատել են, որ մեկ քաղաքացի մահացել է եւ նշել, որ վիրավորների առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Ավստրիայի Սանկտ Փյոլն քաղաքում մեկնարկել է եպիսկոպոսաց հավաքը։ Այս մասին հայտնում է եպիսկոպոսաց հավաքի դիվանը։ Հավաքին մասնակցում են Հայաստանի Ցառաքելական Սուրբ Եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսության 25 արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ, այդ թվում Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություններից։ Եպիսկոպոսաց հավաքը բացվել է տերունական աղոթքով ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն իրական իր խոստն ու պատգամն առցանց է հղել մասնակիցներին։ Հավաքի մասնակիցներին իրենց ողջույնն է հղել Արամ առաջին մեծի տան Կիլիկիո կաթողիկոսը, Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքները։ Օրակարգի քննարկումից եւ հաստատումից հետո ընտրվել է դիվանը վարելու եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները։ Նշվում է, որ Սանկտ Փյոլնի մայր տաճարում եպիսկոպոսների մասնակցությամբ տեղի ունեցել երեկոյան ժամերգություն, որի առիթով նրանց ողջույնի խոսք է հղել կաթոլիկ եկեղեցու Սանկտ Փյոլնի թեմի առաջնորդ գերաշնորհ Ալոիս եպիսկոպոս Շվարցը։ Հիշեցնենք, փետրվարի 16-ից 19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլն քաղաքում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հրավերով պետք է եպիսկոպոսաց ժողով տեղի ունենար։ Ժողովի մի խումբ մասնակիցների, այդ թվում ամենայն հայոց կաթողիկոսի ելքը Հայաստանից արգելվել է, ինչի պատճառով վերջիններս չեն կարողացել ժողովին ներկա գտնվել, ժողովն էլ փաստացի հավաքի է վերածվել։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը երկրից չբացակայելու արգելքը վերացվել է։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն դատարանից։ Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել։ Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա 1998-ից 2010 թվականներին Ռուսաստանաբնակ գործարարից Միխայել Բաղդասարովից պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը դրսևորել է Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ պայմաններով գործունեություն ծավալելու դիմաց ստացված եկամտի կեսը Սերժ Սարգսյանին փոխանցելով։ Քրեական հետապնդումը հարուցվել է նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, այն է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, նշել էին դատախազությունից։ Այսօր Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման քաղաքական թևը հայկական ՔՎ կուսակցությունը ներկայացրել է իր քաղաքական հայտն առաջիկա ընտրություններում։ Միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի ուժերի հետ համագործակցության հնարավորություններին նշեց, որ դա պետք է տեղի ունենա ընտրություններից հետո։ Ինչ վերաբերում է բացառություններին, Չալաբյանը նշել է, որ բացառում են գործող վարչախմբի, նրա արբանյակների եւ նախորդ իշխանությունները ներկայացնող քաղաքական ուժերի հետ դաշինքները։ Կբացառենք գործող վարչախմբի քաղաքացիական պայմանագրի ավելի ռադիկալ տարբերակին վերջինիս բացարձակ արբանյակ, Հանրապետություն կուսակցության հետ դաշինքները։ Ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության առումով կարող եմ ասել, որ վերջիններս պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ։ Չի կարելի ընտրությունների գնալ 25 տարբեր կուսակցություններով, եթե մենք համոզված չլինենք, որ ընտրություններում հաղթելու ենք, ավելի լավ է ընտրություններից դուրս գանք ու մեր ձայները փոխանցենք այլ քաղաքական ուժի, քան
Նախքան թույլ տանք, որ վարչակարգը մեր ձայների հաշվին վերարտադրվի։ Իրական համագործակցության պահը գալիս է այն ժամանակ, երբ հասկանում ես, թե ժողովուրդը որ ուժին ինչ մանդատ է տվել եւ ինչպիսի ընդհանուր քաղաքական ուժի շուրջ կարող ես համաձայնվել։ Գերակշիռ այն ուժի կարծիքն ու մոտեցումը, որը 20% ձայն է ստացել, ուստի բոլոր հարցերի պատասխանները կարող ենք ստանալ ընտրություններից հետո, նշել է նա։ Ես իրավունք ունեմ ծանոթանալ զեկույցին, դիմել եմ եւս մեկ անգամ, որևէ պատասխան դեռ չունեմ։ Զեկույցը ըստ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի չունի այն կարգավիճակը, որը հնարավորություն կտա, որ ես դրան ծանոթանամ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ հայտարարությանը, որում նա նշել էր, որ Տոնոյանը կարող է ծանոթանալ զեկույցին։ Ես չեմ ուզում ճշգրտել, բայց Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ ոչ թե կարող եմ զեկույցին ծանոթանալ, այլ միայն այն արձանագրություններին, որոնցում ես ելույթ եմ ունեցել, թե փակ, թե բաց նիստին։ Զեկույցի վերաբերյալ ինչքան հիշում եմ, ինքը չի խոսել, բայց ես իրավունք ունեմ սահմանադրական օրենքով, ազգային ժողովի կանոնակարգի օրենքով ծանոթանալ դրան, դիմել եմ եւս մեկ անգամ, դրա վերաբերյալ եղել է համապատասխան հայտարարություն, որևիցե պատասխան դեռևս չունեմ։ Զեկույցը պատրաստված է, բայց չունի այն կարգավիճակը, որը ըստ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պետք է հնարավորություն տա իմ ծանոթանալուն, նշել է նա։ Հարցին թե արդյոք զեկույցի բացահայտման դեպքում հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը վատ դրության մեջ հայտնվի եւ դրանով պայմանավորված հանրությունից թաքցնեն այն, Տոնոյանը պատասխանեց. Ես չգիտեմ, թե ով ինչ իրադրության մեջ կարող է հայտնվել, իմ խնդիրն է հասկանալ արդյոք պատասխանները ճիշտ են ձևակերպված, արդյոք ճիշտ ընկալումների են եկել, դրանից հետո չլինեն միջազգային լուրջ խնդիրներ ու զեկույց, որը հիմնված է լինելու նաև իմ պատասխանների վրա ճիշտ բովանդակություն ունենա։ Վահագն Խաչատուրյանի Հունաստան կատարած պետական այցի շրջանակում երկու երկրների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են բարձր տեխնոլոգիական եւ արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը եւ Հունաստանի թվային կառավարման նախարարի առաջին տեղակալ Խրիստոս Դերմենզոտոպոլոսը։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հուշագրի կարևորությանը Գևորգ Մանթաշյանը նշեց, որ Հայաստանը Հունաստանի հետ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության բավականին լավ փորձ ունի, իսկ ինչ այս կատարած աշխատանքը հետագա համագործակցության ուղիների նախանշումը ամփոփվում է ստորագրված հուշագրում։ Հունաստանի հետ մենք ունենք բարեկամական հարաբերություններ եւ պատահական չէ, որ մեր գործընկերների հետ հանդես են գալիս լայն օրակարգով։ Այսօր մենք նախանշում ենք, թե ինչ ուղղություններով ենք առաջ շարժվում։ Դրանք շատ են՝ թվայնացում, անպային տեխնոլոգիաներ։ Այստեղ Հունաստանը հետաքրքիր փորձ ունի, որով մենք հետաքրքրված ենք, ասաց Մանթաշյանը։ Վերջինս նկատեց, որ Հայաստանի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունների խորացումը, տեխնոլոգիական ոլորտում ԱՄՆ-ից սպասվող ներդրումներն ու ծրագրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանի մյուս գործընկերների շրջանում։ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 8:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պրոշյան գյուղի վարչական տարածքում Կովկաս համալիրի դիմաց բախվել են 27-ամյա Գրիգոր Դեի վարած BMW Մագնիշի եւ 35-ամյա Ռուբեն Թեի վարած Hyundai Elantra Մագնիշի ավտոմեքենաները, ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ գործել շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով երկու ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, BMW-ն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով BMW-ի վարորդը ծառայում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության N զորամասում եւ ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, կհանդիպենք։